Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հետահայաց ամենից շատ զղջում է իրավահաջորդի ընտրության համար։ О чем больше всего вот вы сожалеете? Ну, наверное, вопрос преемника. Սերժ Սարգսյանը այսօր արձագանքել է։ Գրեթե 2 տասնամյակ է, որ այդ նույն բառերը ես լսել եմ տարբեր աղբյուրներից, երեքս սկզբնախորից լսեցինք։ Ինձ համար դա նորություն չէ։ Սերժ Սարգսյանի արձագանքին նախորդել էր իր առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պատասխանը։ Ենթատեքստով թե ՀՀԿ-ում էլ կասկածում են, որ այս ընտրապայքարի մեջ մտած Քոչարյանի դաշինքը 8% ձայն կարող է ստանալ։ Քարոզչական ինչ հնարք ուզում եք կիրառեք, միայն թե հաղթահարեք անցողի քշեմը։ Ռուսական RTV-ին տված հարցազրույցում Հայաստան դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունը կրկին ջրի երես հանեց երբեմնի դաշնակիցների, նրա եւ Սերժ Սարգսյանի միջև տարիների հակասությունները։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը երդվում եմ։ 2008-ին նախագահ դարձավ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ընդդիմությունը համաձայն չէր ընտրության արդյունքի հետ։ Այն կեղծված էր համարում։ Հենց Քոչարյանի նախագահության վերջին օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցան մարտի 1-յան արյունալի դեպքերը, խլելով 10 մարդու կյանք։ Քոչարյանի երեկվա հարցազրույցի հրապարակումից ժամեր առաջ Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր տարածվել հրաժարականի 8-ամյակի կապակցությամբ, որտեղ երրորդ նախագահը օգտագործել էր ոխերիմ ընկերներ արտահայտությունը, թե նրանց կողմից իր հրաժարականի մասով մանիպուլյացիաներ են եղել։ Երկար ժամանակ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կողմնակիցների հետ վիճում էին, ով բերեց Նիկոլին հարցի շուրջ։ Չափազանց մեծ բաներ, ասենց հակում կար քաղաքական մոնոպոլիայի, տնտեսական մոնոպոլիաների եւ սա միարտացում էր հավաքի։ Տրիգերը եղավ, երբ երրորդ նախագահան ընտրվեց վարչապետ։ Նրանք փութաջանորեն փողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե գալիք ընտրություններից առաջ պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել։ Ով բերեց Նիկոլին վեճը անցած տարի փոխակերպվեց ինչպես հեռացնել Նիկոլին տարաձայնությամբ։ Բացվեց իմպիչմենթի թեման։ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու Ռոբերտ Քոչարյանն ընտրություններով իշխանափոխության կողմնակից էին։ Երկու նախագահների падգամավորական թիմերը ստորագրությունների շուրջ էին վիճում, չնայած երկուսը միասին Փաշինյանին անվստահություն հայտնելու անհրաժեշտ ձայները չունեին։ Մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Մեր հիմնավորումները դա է, որ մենք ասում ենք փորձենք։ Իսկ եթե չստացվի, պարոն Սարգսյան, Ամիսներ անց Քոչարյանը մտավ ընտրապայքարի մեջ, Սարգսյանը ոչ։ Հենց սիրուն անուններով, ինչ որ համանadrության վրա հղումներ կատարելով բանման, դուք անդուրջ եք գա։ Ներողություն, բայց դուք սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ եք վերաբերվում։ Այսինքն 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմպիչմենտ անելը անլուրջ է։ Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի փեսան քրեական գործերով հետախուզվող Միքայել Մինասյանը Facebook-յան գրառմամբ Փաշինյանի կողքին Քոչարյանին Հայաստանի գերեզմանափոր անվանեց։ Երկրորդ նախագահի մեթոդները ռեպրեսիվ անվանեց, իսկ մարտի 1-ի պատասխանատու եւ Քոչարյանին եւ այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանին։ Քոչարյանի թիմակից Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Բորիս Թամոյանը պատասխանեց։ Հայերենի համար 5, բովանդակության համար 2։ Այս գրառումներով ինչ է փորձում անել Միքայել Մինասյանը։ Չգիտեմ, ես իր բժիշկը չեմ, եթե անկեղծ։ Նիկոլ Փաշինյանը ընտրապայքարի է գնում թեզով, թե նախկին նախագահների նպատակը մեկն է՝ ռևանշը։ Սերժ Սարգսյանը հայ միջայլոց այդ որ ասում են չի մասնակցում ընտրություններին, դա կեղծ թեզ է։ Նախորդ ընտրություններում պատիվ ունեմով էր մասնակցում Սերժ Սարգսյանը, այս ընտրություններում մասնակցում է ուժեղ Հայաստանով։ Այսօրվա ընտրական գործընթացում նրանք ուզում են ռևանշի հասնեն եւ վերականգնեն 2007 թվի 2006 թվի կոալիցիա։ Դաշնակցություն, ԲՀԿ, Հանրապետական։ Ուրիշ պատմություն չկա սրա տակ։
Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր բևեռներին չհաջողվեց միավորվել, իսկ Նիկոլ Փաշինյանը իշխանության 8-րդ տարում դեռ նախկինների թեզի վրա է իր քաղաքական պայքարն առաջ մղում։